Մենք հայկական կողմից դրա հակառակն է տեղի ունենում։ Այսինքն Հայաստանը կներես ինչու գնաց այդ որ ասում եք փաստաթուղթը իրավական ուժ չունի Հայաստանի սեղանի շուրջ չի սեղանի տակա ինչու գնաց որպեսի պատերազմ Հայաստանը չգնաց։ Մենք այսօր Հայաստանի շահի պաշտպանության մասին չենք կարող խոսել այն պարագայում, երբ որ այդ բոլոր բանակցություններում Հայաստանը ներկայացնողը կա, բայց Հայաստանը չկա։ Սա մենք պետք է հասկանանք, Հայաստանի ժողովուրդը դե չկա, կա Հայաստանը ներկայացնող մի վարչապետ, որը բնականաբար իր խնդիրն է լուծում, իր իշխանություն պահպանելու հարցն է լուծում։ Երբ որ այդ տեսակետից ես նայում, ամեն ինչ տրամաբանական է դառնում, բնականաբար ինքը ուզում է իր իշխանությունները պահպանի եւ դա միայն մի ձևով կարող անել, ստանալ այս ձևի գովասանքներ տարբեր կողմերից, սա փորձել օգտագործել նախընտրական իր քարոզչության մեջ եւ ժողովրդին հերթական անգամ խաբել, համոզել, որ ինքը մեծ դարակազմիկ հարց է լուծել, խաղաղություն է բերել։ 21 թվին էլ էր, չէ՞, նույն բաներն ասում, իբրև թե մենք էինք գալի պատերազմ բերում, ինքը եկել է խաղաղություն է բերում, տեսանք ինչ բերեց։ 21-ից հետո ամեն տարի զիջելով եկել ենք, նայեք մինչև 25-26 թիվն էլ հիմա հերթական բաները կտեսնենք։ Այսինքն խաղաղություն ասածը հերթական փուչիկն էր, որը մենք ճիշտ չգնահատելով մեր ժողովուրդը, իդեպ 21 թվին նորից ձայն տվեց այս իշխանությունների։ Հիմա ինքը նույն այդ պրյոմը, այս հնարքը նորից ուզում է իրականացնի։ Տեսել է, որ հեշտ խաբվող ինչ որ մի հասարակություն է ձևավորվել, որին կարելի է այսպեսի մատուցել նման գաղափարներ, այսպես խաղաղության, գեղեցիկ խոսքեր եւ այլ, եւ հերթական անգամ մի քանի ամիս է մնացել, այս ընթացքում էլ բոլոր կողմերից կօգնեն, որ ինքը մնա իշխանության, դե տեսնում ենք ինչ է կատարում, չէ՞։ Թուրքերը մի կողմից ադրբեջանցիները, մյուս կողմից դարել են իր քարոզիչը եւ իր շտաբի անդամներն են, այսպես ասած, դարել, արդեն ընտրական գործընթաց են սկսել, որ սա կարողանա այդ ամեն ինչը ներկայացնել որպես մեծագույն ձեռքբերում եւ հերթական անգամ ժողովրդին խափի եւ քվերն ստանա։ Այսինքն իր խնդիրը իր իշխանությունը պահելն է, ուրիշ բան չկա այստեղ։ Իրանից են մտահոգություններ հնչում, պարոն Ռուստամյան, կարող են համաձայնության գալ Իրանի հետ, ասում եմ մենք խոսենք, բացատրենք, ինչքան ժամանակ է այդ բանակցությունները։ Ну, տեսանք Իրանի ինչքան են բացատրել, Լարիջանի հայտարարությունները կարծում եմ շատ պերճախոս վկայությունն են այն բանի, որ իրանք շատերի նման, որ այսօր հավատում են այս տրիպը, որ իբր թե ինքնիշխան տարածք է, Լարիջանին եւ մյուսները, որոնք դե շատ մեծ դերակատարություն ունեն, այդ կարծիքին չեն։ Եվ կամաց բնականաբար իրենք ինչ խնդիր են այստեղ ստանալու։ Իրենք ստանալու են իրենց սահմաններին կպած մի իրավիճակ, որ անընդհատ իրանց համար խնդիր է Ամերիկա-Իրան հարաբերությունների մասով։ Այդ կոնֆլիկտը գոյություն ունի եւ դա մենք տեսնում ենք անընդհատ։ Հիմա այդ կոնֆլիկտը գալիս է իրանց դռան դեմ կանգնում։ Սա ինչքանով է լավ լինելու։ Մենք մասնակից չենք լինի այդ ամեն ինչի։ Ով։ Հայաստանը։ Հայաստանը ընդհանրապես ոչ մի բանի մասնակից չենք տա, որ մեր տարածքը օգտագործեն։ Հայաստանը թույլ չենք տա Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Հայաստանը ինչ որ մի բան թույլ չտար։ Երանի ես այնքան կուզենայի, որ մենք մի օր զարթնենք, տեսնենք, որ Հայաստանը մի բան թույլ չի տալի։ Դուք մի բան տեսել եք, որ Հայաստանը թույլ չտա։ Ընդհակառակ Հայաստանի գիծները, որ ամեն ինչ թույլ տա, որ իրեն պահեն իշխանության։ Հայաստանը չէ, ասացի, Հայաստանի իշխանությունները։ Հայաստանի իշխանությունների համար անգամ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարևոր չի։ Իրան պետք է մի տարածք մնա, որտեղ իրանք իշխանություն ունենան։ Էսա։ Ես 29743-ից արդեն խոսելն անիմաստ է։ Այդտեղ չունենք այդքան։ Հիմա վերջում ինչ կմնա։ Ես նույն սահմանազատում սահմանագծումից եւ այլից, ես էլ թող ժողովուրդը որոշի։ Այո, վերջում կարող է մնալ մի հատ տարածք, որտեղ կառավարության շենքը լինի, իշխանություն ունենա, վերահսկելի ինչ որ մի հատ տարածություն եւ ասի, էսի մեր երազած Հայաստանն էր, իրական Հայաստանն էր։ Տրիպի մասին ասեք, դա իրագործելի է կամ արու եւ հետո լավ բանը լավ։ Նայեք, տրիպը ասեցինք, ուրեմն տրիպը այս վիճակով ինչ որ ընթացքը կա, այդ ընթացքը ընդունելի չի մեզ համար, բայց իհարկե բանակցելի է եւ եթե Հայաստանն իսկապես կարողանա լուրջ բանակցություններ վարել եւ տրիպը չդառնա կռվախնձոր, այլ տրիպը դառնա մեր բոլոր ռազմավարական գործընկերներին նաեւ համախմբելու միջոց, դա կարող լավ աշխատի, ինչու ոչ։ Մենք ասել ենք, չի կարող քո տարածքով միայն տրիպը սահմանափակել։ 43 կիլոմետր ինչու պետք է լինի։ Եթե մենք խոսում ենք Խաշմերուկի մասին, դա առնվազն պետք է հասնի մինչև Երասխավան։ Այսինքն ինքն էլ մի կողմից, Ադրբեջանն էլ մի կողմից այդ նույն տրիպի տրամաբանությամբ պետք է տարածքներ տա, չէ՞։ Հնարավորություն տա, տարածք չասենք, տա հնարավորություն հաղորդակցության։ Փոխադարձության մասին են այսքան ժամանակ խոսում, ստեղ ինչ փոխադարձություն եք տեսնում։ Մեր տարածքի վրա բոլորը ինչ որ բաներ են ստանում։
դիվիդենդներ եւ հնարավորություններ են ստանում։ Բայց մենք ինչ ենք ստանում իրենց տարածքներից։ Այս ձևական բանը, որ մի երկու հատ հացահատիկ եկավ, բենզին եկավ եւ այլ, այդ երբ ուզենան կկտրեն, երբ ուզենան խրախուսելու համար կթողնեն։ Դա էլ անում են։ Այսօր խրախուսելու պահն է, այսօր թոզ փչելու պահն է, այսպես ասած, որ մոլորեցնեն ժողովրդին, որ տեսեք, ունեք մի հատ իշխանություն, որը պետք է պահեք, որ կարողանանք մենք իրար հետ ստել լավ ապրել, եւ այդ իշխանությունը այսօրվա իշխանություններն են Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ։ Այս են ուզում իրանք անեն։ Եվ դրա մասին ասում են Հական Ֆիդանը բարձր հայտարարել, չէ՞։ Բարձր հայտարարել է, որ այս քաղաքական կամքը, այս գիծը պետք է պահպանվի։ Եվ Նիկոլ Փաշինյանին ամեն ինչ պետք է անել, ինչը։ Դե իշխանությունները գիտեք ոնց է, այդ բանն է, երբ որ նայում ես ուղիղ, ասում ես սպիտակա, իրանք ասում են, չէ, դուք լավ չեք նայում, մի քիչ ուրիշ կողմով որ նայեք, տեսնեք ինչ որ այլ երանգներ կան։ Բայց գրած է, չէ, թղթի վրա։ Թող մարդիկ վերցնեն, կարդան, տեսնեն ինչ է գրած։ Այդ չի գրած, Հական Ֆիդանը ասել է, այս գիծը եւ այս կամքը քաղաքական պետք է պահպանվի։ Այսինքն դա ասում է դիվանագետը հələ։ Սա դիվանագետական լեզվով ասվածը, ասում է ուղիղ խոսքը միայն ավանակին են ասում։ Հասկանում եք, sense բաներ կա ժողովրդի մեջ ասացված։ Հիմա պարզ ասի, որ չէ, Նիկոլ Փաշինյանը իմ կարդաշնա, իմ յոլդաշնա, որ բոլորը հասկանան ինչի մասն է խոսքը, պարզ ասել է, ոնց ասի։ Պարոն Ռուստամյան, եթե դուք գաք իշխանության, պատկերացնենք, եկել եք իշխանության, նախագծի հետ կապված, հաստատի որտեղ եք կվերնային, որը լավարկեք, որը կչևարկեք եւ երկրորդ հարց, պարոն Սաղաթելյանը օրերս հայտարարեց, որ 2020 թվականի կառավարական նորություններին հապված եք լայնված դաշնամասնակցել, խնդրում եմ ասեք, որ քաղաքական ուժերին եք պատկերացնում դաշնի կազմում, արդյոք այն շարունակելի է գլխավորել պարոն Փաշինյանը, ինչպես 2020 Նախ թրիփի հետ կապված մենք կվերացնենք բոլոր այն մտահոգությունները, որոնք այսօր մենք ունենք, եւ դա հնարավոր է իրականացնել։ Այդ մտահոգությունները մի քանի ուղղություն ունեն։ Առաջինը նախ այն է, որ մեր ինքնիշխանության սահմանափակում մենք այս ամեն ինչի մեջ տեսնում ենք եւ սա պետք է փորձենք վերացնել բանակցությունների միջոցով։ Մենք չենք ասում, որ ճանապարհները չբացվեն, մենք չենք ասում, որ այդ հաղորդակցության միջոցները մեզ պետք չեն, պետք են իհարկե, բայց դա պետք է լինի փոխադարձության սկզբունքով, մեր ինքնիշխան տարածքները մեր վերահսկողության տակ պահելու միջոցով, իսկ փոխադարձությունը նշանակում է առնվազն տրիպը պետք է շարունակություն ունենա, 43 կիլոմետրով չպետք է սահմանափակվի, գա հասնի մինչև օրինակ Երասխավան։ Մեկը թող ինձ բացատրի, եթե իրենք իսկապես ուզում են Հայաստանը դարձնել խաչմերուկ, այդ ինչի են եղած ճանապարհին զուգահեռ Թուրքիայում գիտեք, չէ, 200 քանի կիլոմետրանոց ճանապարհ է կառուցվում։ Զուգահեռ մեր ճանապարհին իրենց տարածքով կառուցվում է ճանապարհ։ Իսկ իրենք ուղղակի Հայաստանն ուզում են շրջանցել։ Ուղղակի Հայաստանը ռազմաքաղաքական ռազմավարական այս գծից, որի վրա գտնվում է Հայաստանը, Սյունիքի նշանակությունը է, ուզում են դնել ռազմավարական, ռազմաքաղաքական պարկի մեջ։ Այսինքն մենք մեզնից ոչինչ չներկայացնենք։ Իրանց պետք է որ հայկական գործոնը չեզոքացվի։ Մենք սա չպետք է թույլ տանք։ Որևէ ձևով թրիփ կլինի, թե այլ կլինի։ Եթե խոսում ենք որպես սուբյեկտ, որը ունի իրավունքները եւ այդ իրավունքները նաեւ ունի, մանավանդ իր տարածքն է, չէ՞, տալիս։ Գոնե դրա դիմաց կարա պահանջի բավականին լուրջ հարցերի լուծում։ Սա է խնդիրը եւ մենք սա պետք է կարողանանք իրականացնել։ Թրիփն էլ ինչից առաջացավ։ Երբ որ այս իշխանությունները հրաժարվեցին Լաչինի Միջանցքի հետ կապված հարցերից, Արցախի հետ կապված հարցերից, եւ այս հարցերը իրանց ապաշնորհության հետևանքով բերեցին անընդհատ զիջումների վիճակի մեջ։ Այո, ոչ, ասեցի ուղղությունները մոտարապես ինչ են։ Բայց չպետք է ամերիկյան կողմը չհամաձայնվի, երբ որ մենք օրինական լեգիտիմ պահանջներ ենք դնելու, մենք չենք ավել բան ուզում, քան դրա իրավունքն ունենք։ Բայց այսօր մերոնք ավել բան ուժելու մասին չէ, իրանք կորցնում են ամեն ինչ, տալիս են, զիջում են ամեն ինչ, որպեսզի ստանան բարեհաճությունը, սիրաշահեն բոլորին եւ իրենք էլ սիրաշահեն այս իշխանություններին, որտեղ իրանց խնդիրն էլ եմ ասում, Հայաստանի շահը չի, իրանց խնդիրը իշխանության պահելու խնդիրն է։ Որ հարցը։